Առողջապահության նախարարը հորդորում է անհիմն չթանկացնել դեղորայքը։ Դրա համար առավել ևս պատրվակ չներկայացնել նոյեմբերի 1-ից գործող դրոշմապիտակավորման պարտադիր պահանջը։ Դրոշմապիտակավորումը բացարձակ չի կարող ազդել դեղորայքի գնի վրա եւ շատ աննշան էական նշանակություն չունեցող փոփոխության կարող է ենթարկվել։ Նախարարը վստահեցնում է թանկացման միակ պատճառը փոխարժեքի տատանումն է։ Արմեն Մուրադյանը բացատրություն ունի, թե ինչու են թանկացել ոչ միայն ներկրվող, այլ նաև տեղական արտադրության դեղամիջոցները։ Հումքը ներկրվում է։ Առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով արժույթի կայունացմանը զուգահեռ հետզհետե նվազում են նաև դեղերի գները։ Վարչապետի համապատասխան հանձնարարականից հետո էլ այդ առավել նկատելի է։ Գների իջեցումը տեղի ունենում, կայունացումը տեղի ունենում շուկայում, որի մասին վկայում են մեր ամենօրյա մշտադիտարկման խմբերի աշխատանքները։ Առողջապահության նախարարն այցելել էր Արփիմեդ դեղագործական ընկերություն, հանձնելու պատշաճ արտադրական գործունեության GMP հավաստագիր։ GMP-ն դեղի որակի վերաբերյալ երաշխիք է։ Այն երկրները, որոնք որ այդ ստանդարտով աշխատում են, եթե գինն էլ որակն էլ մատչելի է քո մոտ, որակը տեղի եւ գինը մատչելի, արդեն դու հետաքրքրություն ունես իրենց կողմից եւ մեծ շուկա է բացվում։ Արփիմեդը Հայաստանում դեղարտադրող երկրորդ կազմակերպությունն է, որին շնորհվել է այդպիսի հավաստագիր։ Ընկերության արտադրանքի 45%-ը արտահանվում է, իսկ 55%-ը սպառվում է տեղական շուկայում։